Բարի երեկո, եթերում է ABC լուրերի երեկոյան թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից եւ աշխարհից։ Ինչ առաջարկ է արել Լավրովը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ, Բայրամովը մանրամասներ է հայտնել։ Բաքուն ընդլայնում է պահանջների մասշտաբը, որ գյուղերն է ապահանջում Ադրբեջանը։ Ում է պատկանում Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրող ընկերությունը եւ արդյոք կլինի հացահատիկի գնի փոփոխություն։ Ինչ գործով է ձերբակալվել Վահան Քերոփյանը, քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում։ Հոգևորականները բանտում, կարգալույծը եկեղեցում, ինչի համար են մեղադրում հոգևորականներին։ Խաղաղության խաչմերուկ նախագիծ, երկկողմ ու եռակողմ ջերմ հանդիպումներ, բանակցություններ, փաստաթղթի նախաստորագրություն, բայց երբ փակում ենք դիվանագիտական թղթապանակն ու սկսում խոսել փաստերի եւ թվերի լեզվով, ջրի երես է դուրս գալիս իրական պատկերը։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ղազախի, Բերքաբեր, Ներքին Ոսկեպար, Բաղանի Սայրում, Աշաղը, Ասկիպարա, Խեյրինլի եւ Կզլհաջիլի գյուղերի վերադարձն Ադրբեջանին մեծ դիվանագիտական հաջողություն է։ Սակայն Բաքվի արտաքին գերատեսչության հայտարարությունը միայն այսպես կոչված ձեռքբերումների մասին չէր։ Հաջիզադեի խոսքով մնացած 4 անկլավների, Ղազախի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձն Ադրբեջանի միշտ ուշադրության կենտրոնում է։ Նոյեմբերի 9-ի նախաշեմին Ադրբեջանի արտգործնախարարը որոշել է բացել փակագծերը 5 տարի առաջ այդ օրը կնքված փաստաթղթի մասին։ Բայրամովը ITV-ով ցուցադրված շփման գիծ վավերագրական ֆիլմում պատմել է այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան 5 տարի։ Հնարավոր է ժամանակն է որոշ կետեր պարզաբանել։ Նրա առաջարկած փաստաթուղթը տեսում էր ռազմական գործողությունների դադարեցում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կեսգիշերից։ Շփման գծի արևելյան հատվածում առաջարկում էր տեղակայել ռուս խաղաղապահներ եւ Ադրբեջանի զինված ուժերի, իսկ շփման գծի արևմտյան հատվածում ռուս խաղաղապահներ եւ Հայաստանի զինված ուժեր, ասել է Բայրամովը։ Ակտիվացել են մեծ խաղացողները։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև կրկին սկսվել է ազդեցության պայքար Հարավային Կովկասում, եւ հենց այդ տրամադրությամբ է հնչել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմից հետո ընդունված բոլոր փաստաթղթերը դեռ ուժի մեջ են։ Ողջունելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ռուսաստանի արտգործնախարարությունը միաժամանակ շեշտել է, թե տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է բխի բոլոր երկրների ու հարևանների շահերից։ Բաքուն եւ Երևանը դեռևս շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար։ Ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապերի հաստատումը։ Զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Թրամփի երթուղին այժմ կառուցվում է անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում տնտեսապես ամենակարևորներով։ Նրա խոսքով դա կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում եւ կօգնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։ 3 ամիս առաջ իմ վարչակազմը հասավ խաղաղության պատմական համաձայնագրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ 8 պատերազմներից մեկը, որը մենք լուծեցինք։ Ինչպես այն ժամանակ ասացի, այս պատմական համաձայնագիրը ներառում է Թրամփի երթուղու կառուցումը։ Դա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ անունով եւ ես դա շատ եմ գնահատում։ Սա իսկապես մեծ իրադարձություն է Թրամփի երթուղին միջազգային խաղաղության համար։ Տնտեսական դրական զարգացումների խոստումների ֆոնին արդեն 2 օր է Հայաստանում է Ադրբեջանի տարածքով եկած ցորենը։ Մեր գործընկեր այսօր AM-ը պարզել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Բաղրամյան ՍՊԸ-ն է, որի տնօրեն Վլադիմիր Գասպարյանն նշել է, որ այս ճանապարհի շնորհիվ հացի գինը էականորեն չի նվազելու։
Տեղափոխվենք ներքաղաքական դաշտ։ Պաշտպան Արամայիս Հայրապետյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հայրապետյանը շեշտել է, որ կալանքն ապօրինի է, անկախ Ղուկասյանի առողջական վիճակից։ Այն ապօրինի է եղել ի սկզբանե, երբ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը։ Իսկ քիչ առաջ փաստաբան Պետրոս Պետրոսյանը հայտնել է, որ դատարանը որոշել է Արագածոտնի թեմի դիվանապետ Դեր Գարեգին Քահանա Արսենյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Նրան շուտով ազատ կարձակեն քրեակատարողական հիմնարկից։ Այսօր նաև ձերբակալել են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, քննչական կոմիտեն մանրամասները հայտնել գործի վերաբերյալ։ Ըստ քննչականի բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը 2008-ից 2014 թվականներին ապօրինի Երևանի համայնքային հողեր է դուրս բերել գույքային ֆոնդից, կեղծ սեփականության վկայականներ ձևակերպել եւ դրանց հիմքով տասնյակ միլիոնավոր դոլարների վարկեր ստացել բանկերից։ Քննչական մարմինը պարզել է, որ գործին ներգրաված է նաև կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ եւ գործարարներ։ Ընդհանուր առմամբ 12 անձի վերաբերյալ կայացրել են ձերբակալման որոշում, նրանցից 7-ն արդեն կալանավորված են։ Քրեական գործը շարունակվում է առանձնապես խոշոր չափի խարդախության, փողերի լվացման եւ հանցավոր կազմակերպություն ստեղծելու հոդվածներով։ Ձերբակալություններ, հանրային քրեական հետապնդումներ, դատական վերդիկտներ, ահազանգեր։ Ամեն ինչ տեղի է ունենում միաժամանակ, հասարակության շրջանում ստեղծելով աննախադեպ լարվածություն։ Ամենակննարկվող գործերը հենց հոգևորականներին վերաբերող գործերն են։ Ինչ է տեղի ունենում իրականում, քանի հոգևորականը այսօր փաստացի ձերբակալված, ինչ հոդվածներով են հարուցվել գործերը եւ ինչ են ասում փաստաբաններն ու եկեղեցու ներկայացուցիչները, ներկայացնում ենք մեկ ռեպորտաժում։ Խոզարկություններ, ձերբակալություններ, մեղադրանքներ, դատական հապճեպտեր ու կալանավորումներ։ Հայաստանում մեկ գիշերում այս գործելավոճը դարձավ օրինաչափություն, թիրախն էլ հոգևորականությունը։ Ամեն բան սկսվեց հունիսին Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձերբակալությամբ։ Ժամեր տևած խոզարկությունից հետո քննչական կոմիտեն հրապարակեց լուսանկարներ ու հայտարարեց, թե սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկություն եւ զավթել իշխանությունը։ Այս հայտարարությանը հաջորդեց Բագրատ սրբազանի եւ 17 անձանց ձերբակալությունն ու կալանավորումը, որը փաստաբանները որակում են անհիմն։ Եթե Էյնշտեյնը ողջ լիներ, ապա կարծում եմ հարաբերականության տեսության նոր մոդել կգրեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, հատկապես քաղաքական գործերով դատական մակագրումները։ Հաջորդի իրավապահները հասան Շիրակի թեմի առաջնորդարան։ Խոզարկություններին զուգահեռ ազգային անվտանգության ծառայությունն էլ հասավ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Այնտեղ էր Միքայել Սրբազանը։ Մայրաթորում լարվեց վիճակը։ Վեհարանի մոտ քաշքշուկ սկսվեց, տեղում հավաքված հոգևորականների եւ ուժայինների միջև։ Ի վերջո Միքայել Սրբազանը եւ փաստաբանական խումբը ինքնակամ գնացին քննչական կոմիտե։ Միքայել arczepiskopos Աջապահյանին ձերբակալելու հիմքը դարձավ 1 տարվա վաղեմության հարցազրույցը, որում իրավապահները իշխանությունը զավթելու կոչ էին գտել։ Մոտ 2 ամիս տևած դատավարությունն ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդի ազատազրկմամբ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Փաստաբանների խոսքով դատարանն այդպես էլ չի ներկայացրել այն հարցազրույցը, որը դարձել է այս ամբողջ դատական process-ի հիմքը։ Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի երկրորդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Բարձրաբան։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնյա առանձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Եվ վերջին խոզարկությունը հոկտեմբերին Արագածոտնի թեմի առաջնորդարանում էր, որն ավարտվեց ձերբակալությունների հերթական շղթայով։ Կալանավորեցին եւս մեկ թեմի առաջնորդի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին, 2 մեղադրանքով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները գործածելով ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու։ Իսկ մեղադրանքի հիմքը կարգալույց Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստատեսության եթերում արած հայտարարություններ, որտեղ նա պնդել էր, թե իրեն
իրենց հարկադրել են մասնակցել 2021-ի ընդդիմության հանրահավաքներին։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը. Նախ շնորհակալություն այդպես բոլորին, հետո ասեց, ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, ես չեմ գնալու տուն։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ։ Խոզարկություններ, ենթադրյալ բացահայտումներ, ձերբակալություններ ու երկար ձգվող դատական գործընթացներ, որի արդյունքում այսօր 3 թեմի առաջնորդ եւ 1 քահանա բանտում են, իսկ կարգալույծը եկեղեցում, թիկունքին ունենալով իշխանության աջակցությունը։ Միջազգային դերահոսից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը շարունակի վատթարանալ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել բազմամյա երաշտի պատճառով առաջացած ջրամատակարարման ծայրահեղ վատվիճակին։ Իրանը բախվում է բնական մարտահրավերների, տեղումների դեֆիցիտի եւ ջրային ռեսուրսների սպառման, որոնք լի են լուրջ հետևանքներով, ասել է Իրանի նախագահն ու հավելել, եթե մոտ ապագայում անձրև չգա, ստիպված կլինեն Թեհրանում հաջորդ ամսվանից ջրի խիստ սահմանափակումներ մտցնել, իսկ եթե տեղումներ այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն ու կլքեն քաղաքը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Նա հավելել է, որ այս հարցում սերտորեն գործակցում են Թուրքիայի հետ եւ որ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։ Ռուսաստանում արձագանքել են Ալիևի հայտարարությանը։ Կոստանտին Զատուլինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի ասացները չպետք է անակնկալ լինեին։ Ըստ նրա, այս իրադարձությունները նորություն չեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը, պաշտոնյայի խոսքով այն իրականացվում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։ Եվ վերջում, ABC Media-ն գործարկել է Telegram bot-ը։ Այժմ կարող եք հեշտությամբ կապ հաստատել մեր խմբագրության հետ, ուղարկելով լուսանկարներ, տեսանյութեր կամ տեղեկություն ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եթե ականատես եք եղել որևէ դեպքի, կարևոր իրադարձության կամ պարզապես ունեք թեմա, որն արժե լուսաբանել, ուղարկեք մեզ Telegram bot-ով, եւ մեր լրագրողները կապ կհաստատեն ձեզ հետ։ Այսքանն էին այս ժամի հիմնական նորությունները, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառի Մթաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, կհանդիպենք, բարի գիշեր։